Բարի երեկո, տիկնայք և պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի ամառային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք և պարոնայք, արտամրցութային խաղերը դարձել են մեր հեռուստաակումբի անբաժանելի մասը։ Երբ այս թիմի ներկայացուցիչներն ինձ դիմեցին խաղին մասնակցելու առաջարկով, ես րոպե անգամ չհապաղեցի։ Եվ այսպես, այսօր մեր ակումբում իրենց ուժերը կփորձեն Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչները, իսկ դա համաձայնեք, պատիվ է ցանկացած ակումբի համար, եւ ես խաղի եմ հրավիրում Վահագն Ոսկանյանի թիմին, ֆինանսիստ Մարիաննա Ամիրբեկյան, բիզնես կառավարիչ Հայկ Կարապետյան, կայուն զարգացման մասնագետ Ալիսա Այվազյան, բիզնես խորհրդատու Ալեքսանդր Շաղիկյան, տնտեսագետ Գոհար Շախպարյան եւ թիմի ավագ սոցիալական ներդրումների մասնագետ Վահագն Ոսկանյան։ Վահագն Ոսկանյանի թիմի դեմ այսօր կխաղան Նաիրի Պողոսյանը, Տիգրան Բաբայանը, Մայրանուշ Համբարձումյանը, Քրիստինե Սարգսյանը, Սերյոժա Ափոյանը, Լիլիթ Չախոյանը, Հովանես Սմոյանը, Բլից, Մհեր Մինասյանը, Սամվել Ներսիսյանը, Վլադ Մխիթարյանը, Սոֆիա Ղարիբյանը եւ հարց Յունի բանկից։ Ինչ որտեղ երբ ամառային խաղեր։ Հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների։ Հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Առաջին խաղափուլ։ Բարի երեկո, հարգելի գիտակներ։ Բարի երեկո։ Պարոն Ոսկանյան, նախ ողջունում եմ ձեզ մեր ակումբում։ Իսկ հիմա կխնդրեի ձեզ մի փոքր պատմեք ձեր ակումբի մասին, լավ կլինի եւ դուք եւ պարոն Շաղիկյանը պատմեն։ Շնորհակալություն, ակումբի նպատակն է փոխանցել մեր գիտելիքները, որոնք ստացել ենք Օքսֆորդում սովորելու ընթացքում, եւ նաեւ իրականացնել տարբեր ծրագրեր, որոնք ունեն սոցիալական հասկանալի եւ չափելի արդյունք։ Լիլիթ Չախոյան։ Պարոն Շաղիկյանի հետ երևի մյուս անգամ կշարունակենք, շնորհակալություն, հաջողություն եմ մաղթում թիմին։ Շնորհակալ եմ։ Ձեր դեմ խաղում է Լիլիթ Չախոյանը, Բժիշկ, քաղաք Վոլգոգրադ, Ռուսաստան։ 2000 թվականին Բրայթոնի մրցաշարում բացառիկ դեպք է տեղի ունեցել տաքարյուն թենիսիստ Գորան Իվանիշևիչի հետ։ Նա ստիպված է եղել հրաժարվել խաղը շարունակելուց։ Ընդ որում դրա պատճառը մարզիկի որակազրկումը չէր, պատճառն այսպես ասած տեխնիկական էր։ Ուշադրություն հարցը։ Ինչ էր տեղի ունեցել։ Ժամանակ։ Սլովակա, երևի սլովակ թենիսիստա, ռակետ կանա կոտրվել։ Բրայթոնը որտեղ Երկիրը չեմ կարծում, ունի ինքը Սլովակա պատճառ, ինչ թենիսը չի, ռակետ կանա կոտրվել։ Ռակետ կան ջարդել, բոլորը զապասնոյները պրծել են։ Մրցաշարի ժամանակ կա, չէ՞, այդպես լրացուցիչ բան։ Ուրիշ տարբերակ, ուրիշ ռակետ կանա կարա ջղայնանա մարդ։ Տաքարի մեջ մտել ես խաղի ու խաղում ես ու քթին ինչ-որ ինք իրան է վնասել։ Առողջական չէ։ Ուրեմն ինստրումենտը է դա, ռակետկեքը ջարդել է բոլոր երեք հատը պրծել։ Խաղի ժամանակ, երբ որ կրվում ես, չգիտեմ, աուդիտորիայից կարող է ինչ-որ Բայց ինչ տեխնիկականը ինչ է, ինչ-որ գնդակի հետ կապված ռեալ չի, թենիսային գնդակի հետ թենիսը կանգնացրել է խաղը։ Պարոն Ոսկանյան, ով է պատասխանում։ Հարցին կպատասխանի Հայկը։ Լսում ենք ձեզ, պարոն Կարապետյան։ Պարոն հաղորդավար, մեր կարծիքով տեխնիկական խնդիր նրանում է եղել, որ շատ է ջարդել այդ ռակետկաները, որը որ խաղում էր եւ էլ չի ունեցել նոր ռակետկա, որպեսզի շարունակի խաղը։ Հասկանալի է։ Ուշադրություն,
ճիշտ պատասխանը։ Խորվատ թենիսիստ Գորան Իվանիշևիչը, իդեպ Ուիմբլդոնի հաղթող է նա։ Կորտում երբեք աչքի չի ընկել կարգապահությամբ։ 2000 թվականին Բրայթոնի մրցաշարում Գորանը երրորդ սեթում կոտրել է իր բոլոր ռակետները, իսկ նրա մրցակիցը հրաժարվել էր նրան օգնության ձեռք մեկնել եւ տրամադրել իր ռակետներից մեկը։ Պարոն Իվանիշևիչը չի կարող շարունակել հանդիպումը ռակետի բացակայության պատճառով, հայտարարել էր մրցավարը 1-0 հօգուտ գիտակների։ Ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, մեր գիտաինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր արագ եւ շահավետ գործընկերն է Ozon Marketplace-ը, մեր միջազգային գործընկերն է Boyden ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը եւ վերջապես մեր լուսավոր եւ ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, Գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին մանկագիր Աստրիդ Քամալյանը նվիրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրատարակված Բաբո գիրքը, որտեղ ներկայացնում է հայկական մշակույթը եւ արցախյան բարբառը։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Շահիկյան։ Այո, պարոն հաղորդավար։ Փորձենք շարունակել մեր խոսակցությունը, ինչով է զբաղվում ձեր ակումբը, ինչ հարցեր է փորձում լուծել։ Մենք մոտ 3 տասնյակ շրջանավարտներով հավաքվել ենք գաղափարակից եւ նպատակը, որպեսզի կրթական, սոցիալական եւ նաեւ բիզնես միջավայրի զարգացման ուղղված տարբեր գործառույթներ ունենանք եւ անենք։ Օրինակ աշնանը ունենք հայ-բրիտանական բիզնես համաժողով, տարբեր կրթական ծրագրեր ենք իրականացնում, բավական հետաքրքիր միջավայր է։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Տիգրան Բաբայանը, տնտեսագետ Երևանից։ Լսեք մի երկխոսություն փորձնակը ֆիլմից։ Ինչ կա այս արկղերի մեջ։ Ներքնազգեստ, վերնաշապիկներ, թաշկինակներ, քթի եւ կրծքի գրպանի համար։ Չեմ հասկանում, թե ինչի համար է կրծքի գրպանի այս թաշկինակը։ Այն, որ ձեր սերունդը չգիտի, դա հանցագործություն է։ Ուշադրություն հարցը։ Ըստ Ռոբերտ Դե Նիրոյի հերոսի, ինչ նպատակի են ծառայում կրծքի գրպանի թաշկինակները։ Ժամանակ։ Խաղանք, թե միանգամից պատասխանը կա, պարոն խաղավար, կարող ենք պատասխանել։ Պետք է շուտ ասել, որպես անփորձ ձեզ թույլ կտամ։ Պետք է շատ շուտ ասել, մինչև իմ ժամանակ ասելը, պետք է ասել, որ պատասխանն ունենք։ Շնորհակալություն հնարավորության համար, ժամանակին ցանկացած ջենտլմեն պետք է ուներ թաշկինակ, որպեսզի եթե կարիք լիներ, տար իր կողքի կամ մեկ այլ կնոջ արցունքները սրբելու կամ այլ որևիցե նպատակով։ Դրա համար թաշկինակը նախատեսված է։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Կրծքի գրպանի թաշկինակն անհրաժեշտ է, որպեսզի տղամարդն այն առաջարկի կնոջը, երբ վերջինս լաց է լինում։ Հենց դրա համար են տղամարդիկ պահում այդ թաշկինակները։ Դա այն քիչ բաներից է, որ պահպանվել է ասպետական ոգուց։ 2-0։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է PMI Science գիտահետազոտական կենտրոնի արտաքին կապերի եւ հաղորդակցությունների գործադիր Գարիզետտա Չախոյանը։ Բարի երեկո, Տիկին Չախոյան։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Տիկին Չախոյան, մեկնարկել է PMI Science գիտահետազոտական կենտրոնի In-Compass փորձնակության ծրագիրը։ Ինչ է այն իրենից ներկայացնում եւ ով կարող է մասնակցել
ծրագրին։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այո, ճիշտ եք, այս պահին ակտիվ է PMI Science գիտահետազոտական կենտրոնի Incompass փորձնակցության ծրագիրը։ Դա հիանալի հնարավորություն է սկսնակ մասնագետների եւ ուսանողների համար իրենց կարիերան սկսել միջազգային ընկերությունում։ Ծրագիրը տարբեր ուղղություններով է իրականացվում, այսինքն կարող են դիմել տարբեր ուղղություններով մասնագետներ, սկսնակ մասնագետներ, դրանք մարքեթինգ են, վաճառքներ, տվյալագիտություն, էքսպերիմենտալ ինժեներիա, ֆինանսներ, պրոյեկտների կառավարում եւ այլ ուղղություններ, դրանք շատ են։ Խորհուրդ եմ տալիս բոլոր սկսնակ մասնագետներին, ովքեր սովորում են համալսարանի վերջին 2 կուրսերում կամ արդեն 2 տարի ավարտել են, 2 տարվա ընթացքում ավարտած ուսանողներին, շրջանավարտներին դիմել նախագծին, քանի որ կկարողանան 6 ամիս շարունակ աշխատել միջազգային ընկերությունում, միջազգային փորձ ձեռք բերել, գիտելիքներ եւ սկսել իրենց կարիերան նման հնարավորությունը կարծում եմ պետք է բաց չթողնել։ Շնորհակալություն Տիկին Չախոյան, շարունակում ենք խաղը, 3-րդ խաղափուլ։ Պարոն Ոսկանյան։ Այո, պարոն հաղորդավար։ Լսել եմ, որ շատ եք սիրում ֆիլմեր դիտել, հատկապես Անդրեյ Տարկովսկի ֆիլմերի երկրպագու եք։ Ճիշտ ասած, հատկապես ու կապված է տրամադրության հետ։ Իսկ հայկական ֆիլմերից որոնք եք սիրում։ Ֆիլմերից Դովլաթյանի երևի բոլոր ֆիլմերը եւ նաեւ դոկումենտալ ֆիլմեր Տելեշյանի։ Այո։ Բոլորը կարելի ասել։ Իսկ Մալյանի։ Մալյանի նույնպես, հա, մի քանի շատ հայտնի սովետական շրջանի երևի բոլոր լավ հաջող։ 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Էրիխ Մարիա Ռեմարկի Գիշերը Լիսաբոնում վեպի հերոսը փախչելով Հիտլերի բռնաճնշումներից մեծ դժվարությամբ կարողանում է կնոջ հետ հանգրվան գտնել Ամերիկա մեկնող նավում։ Ռաֆի Չիվդբաշյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքից հետաքրքրվում է։ Աշխարհագրական ինչ օբյեկտի հետ է Ռեմարկը վեպի այդ դրվագում համեմատում Ամերիկան։ Ժամանակ։ Ժորժ, ոնց որ Բրազիլիան է, չէ՞, այնտեղի Եվրոպայի Բրազիլիան բանն է։ Պորտուգալիա, չգիտեմ, ուրիշ ինչ։ Ինչի հետ է համեմատում։ օբյեկտի, աշխարհագրական օբյեկտի։ Աշխարհագրական ինչ օբյեկտի։ Մայթի օստրով դին ինչ, ասենք ինչ որ կղզի։ Ինչ արել, փախել է Հիտլերից, ինչ կա, դա Աշխարհագրական օբյեկտի ինչ են ելնում։ Ժամանակ, պարոն Ոսկանյան, ով է պատասխանում։ Պատասխանի Հայկը Կարապետյան։ Լսում ենք ձեզ, պարոն Կարապետյան։ Աշխարհագրական օբյեկտ կղզին է, առաջինը ինչ որ գալիս է, միակ պատասխանը։ Հասկանալի է, պարոն Կարապետյան։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Կարապետյան։ Այո, պարոն հաղորդավար։ Փրկվում են, նստում են նավը եւ հասնում Ամերիկա։ Որ օբյեկտի է։ Տապան։ Էրիխ Մարիա Ռեմարկը Ամերիկան համեմատում է Արարատ լեռան հետ, նավն էլ բնականաբար նմանեցնում է Նոյան տապանին։ 2-1 հոգուտ գիտակների, իսկ Ռաֆի Չիվդբաշյանը բերում է առաջին միավոր իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր խաղին ներկա է Իտալ Սոլար ընկերության համահիմնադիր տնօրեն Ռուբեն Հակոբյանը։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Պարոն Հակոբյան, տեղեկություններ ստանալն ինձ համար մասնագիտական բնույթ է կրում։ Այդ թվում տեղեկություններ տարբեր ընկերությունների նորությունների մասին։ Կասեք Իտալ Սոլարն ինչ նորություն ունի։ Իտալ Սոլարը մեկնարկել է կտուրների վերանորոգման նոր ծրագիր։ Ցավոք սրտի, ինչպես բոլորս գիտենք, Հայաստանում կան բազմաթիվ տանիքներ, որոնք դեռ կղմինդրից են, ժողովրդի լեզվով ասած չերեպիցայից են, հա, եւ մենք այդ բոլոր կտուրները պատրաստում ենք փոխարինենք նորմալ որակյալ նյութերով։ Ինչպես տեղյակ եք, այդ կղմինդր կոչվածը ինքը վնասակար է շատ առողջության համար եւ ընդհանուր միջև օնկոլոգիական դեպքեր են գրանցվել։ Այդ պատճառով մենք նոր ծառայություն ենք առաջարկում հաճախորդներին։ Մեկ զանգի միջոցով հաճախորդները կարող են դիմել մեզ,
Այդ ամեն ինչը on-line կազմակերպում ենք ապառիքի միջոցով եւ ընդամենը 20-ից 30,000 դրամ ամսական վճարելով հաճախորդը հնարավորություն է ստանում ունենա նոր կտուր եւ նաեւ այդ նոր կտուրին կարող է տեղադրել լրիվ նոր արևային համակարգ։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, ինձ մնում է միայն ավելացնել, որ այս խաղի լավագույն հարցի հեղինակին Ital Solar ընկերությունը կտրամադրի 100,000 դրամի նվեր քարտ։ Շարունակում ենք խաղը 4-րդ խաղափուլ։ Տիկին Ամիրբեկյան։ Այո, պարոն հաղորդավար։ Սիրում եք ճամփորդել։ Այո։ Ձեր նախընտրելի ուղղություններից է Լատինական Ամերիկան։ Դրա համար Սիրով, այո։ Բրազիլիան հիշեցիք։ Ընկերներսից հուշեցին։ Այո, հուշեցի, ես Բրազիլիա ավտոմատ գնացի հիշողությունների գիրք ընկա։ Իսկ որ երկրներում եք հասցրել լինել այնտեղ։ Ցավոք դեռևս 2 երկրներում, բայց հույս ունեմ, որ ճամփորդել եմ, շարունակել եմ ճամփորդել։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Սերյոժա Ափոյանը, կենսաֆիզիկոս Երևանից։ Ուշադրություն, սև արկղ։ Սև արկղում գտնվում է մի առարկա, որի անվանումը ռուս լեզվաբաններն օգտագործում են, նկարագրելու համար այն բառերը, որոնք կարելի է գտնել այլ բառերում։ Ուշադրություն հարցը։ Ինչ է սև արկղում։ Ժամանակ։ Սլավախ, հա։ Բարը, Ուրիշին, սլավախ, կորին, կարող է։ Այս լավ առարկա է, որով գտնում ես։ Բարարանը լավն է։ Ուրիշ, բայց այտենց ուրիշին, սլավայր։ բայց ռուսներն են օգտագործում։ Ուրիշ լավ, Մենակ ռուսները, բայց քին կենսաֆիզիկա։ Լատինսկա Ամերիկա, турիզմ։ Լատինիցա, չգիտեմ ինչ, լատինիցա, բայց ի՞նչ կապ ունի լատինսկա։ Алфавит, я не знаю։ Ռուսները լեզվաբանները Դրա համար Դալի բանը, կարող է դալի սլավերն է, չգիտեմ, կարող է Բարերի մեջ գտնել արմատ։ բարերի մեջ բարեր, խոշորացույց չի, արմատ, կարմատ ինչ կարա բարերան կամ կորին, կարող է արմատ են, կամ չի արմատ թե բարերան, ժող, հլդ մտացեք, արմատը, բարերանը շտ տրի, եկեք արմատը։ Ժամանակ։ Ով է պատասխանում։ Ես կպատասխանեմ Լսում ենք հարցին։ ձեզ։ Կարծում եմ ինչ-որ արմատա, որտեվ սլավախ, կորին, այդ կորինը կարելի է ինչ-որ բանի արմատա մեջ։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Ոսկանյան, դուք շատ արագ ամբողջ թիմով բռնեցիք, որ ռուս լեզվաբաններն են ասում, այսինքն դա ռուսներն են օգտագործում, հա։ Այո։ Արմատ ինձ թվում է, օրինակ մենք հայերս էլ ենք, չէ՞ օգտագործում։ Սլավայր։ Բառերը, որոնք կարելի է գտնել այլ բառերում, ռուս լեզվաբաններն անվանում են, բացենք սև արկղը։ Ուշադիր նայեք, մատրյոշկա։ Բարդ բառերն ավանդաբար կազմված են 2 եւ ավելի արմատներից, ռուսական ավանդական այս խաղալիքն էլ իր հերթին պարունակում է ավելի փոքր մատրյոշկաներ։ Լավ ժոր, վերջանել կրեք։ 2-2 Սերյոժա Ափոյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին, հավասարեցնում հաշիվը եւ ստանում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայիք եւ պարոնայիք, մեր դահլիճում ներկա է Օզոն Արմենիա ընկերության կոմերցիոն տնօրեն Գրիգոր Բաղդագուլյանը։ Բարի երեկո, պարոն Բաղդագուլյան։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Պարոն Բաղդագուլյան, շատ հեռուստադիտողներ սիրում են սև արկղի հարցերը։ Իդեպ հենց նոր մեզ մոտ հենց այդպիսի հարցեր։ Սակայն քչերն են ցանկանում առնչվել սև արկղի խորհրդավորությանը, ինչ որ բան պատվիրելով ինտերնետով։ Հայ գնորդի համար շատ կարևոր է վստահ լինել իր ընտրության մեջ եւ հասկանալ ինչպիսի ապրանք է գնում։ Ինչ է անում Օզոնը, որպեսզի գնորդը վստահ լինի իր ընտրության մեջ եւ չկասկածի գնելուց առաջ։ Համաձայն եմ, պարոն հաղորդավար, սև արկղը առցանց գնումների համար մեղմ ասած անցանկալի փորձ է։ Դրա համար Օզոնը որոշակի մեխանիզմներ ունի մշակված, դա ինչպես գնորդի կողմից, այնպես էլ
վաճառողի կողմից մեկնաբանության նկարագրերի ֆոտո եւ վիդեո նյութերի կցումն է վաճառվող ապրանքին, ինչպես նաեւ հնարավորություն կա ապրանքը հենց ստանալուց ստուգել, վստահ լինելով, որ դա այն ապրանքն է, որ գնել եք, իսկ որևիցե խնդրի դեպքում շատ հեշտությամբ կարելի է պարզապես վերադարձնել։ Պարոն Բաղդասարյան, իսկ Օզոն Արմենյան ակտիվորեն աջակցում է հայ ձեռնարկատերերին, ինչպես եք օգնում վաճառողին զարգացնել իրենց բիզնեսը մրցակցության պայմաններում խոշոր միջազգային բրենդերի հետ։ Առաջի հերթին Օզոնը marketplace է, որը որ հնարավորություն է տալիս ձեռներեցներին հասանելիություն ունենալ շուրջ 55 միլիոն եւ ավել հաճախորդների շուկայի, ինչպես նաև օպտիմիզացնել լոգիստիկան եւ ընդլայնել աշխարհագրությունը։ Սրան զուգահեռ նաև մենք տրամադրում ենք բազմաթիվ անվճար ուսուցողական նյութեր, վերլուծական գործիքներ, սա հնարավորություն է տալիս ձեռներեցներին շատ հեշտությամբ եւ արագ բիզնեսը հանել դեպի նոր աշխարհագրական կետեր։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ խաղի լավագույն գիտակին Օզոն Marketplace-ը կնվիրի գրքերի հավաքածու, իսկ եթերաշրջանի լավագույն հարցի հեղինակին ժամանակակից շարժական բարձրախոս նվագարկիչ։ Շարունակում ենք խաղը, 5-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան, Եղվարդի խճուղի 1, Արմենիա հեռուստատեսություն, ինչ, որտեղ, երբ հեռուստախաղին, կամ info@pr.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Unibank Հարց Unibank-ից։ Պարոն Ոսկանյան։ Այո, պարոն խաղավար։ Դուք դիտել եք «Տղամարդիկ» ֆիլմը։ Բազմիցս դիտել ենք, երևի անգիր գիտեմ այդ ֆիլմը։ Դե դեպքում լսեք։ Էդմոնդ Քյոսայանը «Տղամարդիկ» ֆիլմը նկարահանել է Երևանում ընդամենը 2 ամսում։ 1972 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր։ Ֆիլմի ավարտին բյուջեում գումար էր մնացել, եւ ռեժիսորը որոշել էր փոխել ֆիլմի եզրափակիչ մասը, որտեղ գլխավոր հերոսը կյանքը պետք է սկսեր նոր մաքուր էջից։ Գաղափարի իրականացման համար պետք էր սպասել, սակայն անսպասելի հաջողությունը օգնեց ռեժիսորին հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել ֆիլմը։ Այդ առիթով Մհեր Մկրտչյանն ասել է. երբ Էդմոնդը մի բան է ցանկանում, նրա խոսքը հասնում է սարերին եւ այնտեղից պատասխան է գալիս։ Ուշադրություն հարցը. ինչ նկատի ուներ Մհեր Մկրտչյանը, ինչ հաջողության մասին է խոսքը։ Կարող ենք պատասխանել։ Լսում ենք ձեզ։ Անսպասելի ձյուն եկավ։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Էդմոնդ Քյոսայանը «Տղամարդիկ» ֆիլմը նկարահանել է ռեկորդային 2 ամսում, սակայն վերջին տեսարանների համար նրան անհրաժեշտ էր եւ առավոտյան ձյուն եկավ, որ անսպասելի էր հոկտեմբեր ամսին տեղացել Երևանում։ 3-2 հօգուտ գիտակների։ Իսկ մենք շարունակում ենք խաղը, 6-րդ խաղափուլ։ Ալիսա։ Այո։ Գիտեմ, որ տիրապետում եք մի քանի երաժշտական գործիքների։ Մի քանի։ Իսկ հայտնի որ ստեղծագործությունն է ամենից հաճախ հնչում ձեր կատարմամբ։ Եվ որ գործիքով։ Դե ես ավարտել եմ ճիշտ ասած ֆլեյտան, բայց նաև ինքնուս եմ դաշնամուր։ Այս պահին չգիտեմ քանի ինքս դաշնամուր չեմ ավարտել, բայց քույրիկս անընդհատ լուսնի սոնատան է շատ սիրում նվագել եւ անընդհատ դա եմ մտաբերում։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Մհեր Մինասյանը։ Կինոմեխանիկ Երևանից։ Երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին պատմում էր, որ մի անգամ իր համերգին նկատել էր մի երիտասարդ զույգի։
Հենց Ժվանեցկին ներկայացնում էր իր մենախոսությունը, տղամարդը եւ կինը սկսում էին խոսել եւ դադարեցնում էին շփումը Ժվանեցկիի հետ միաժամանակ։ Ժվանեցկին բեմից հայացքով սաստում էր նրանց, փորձելով լռեցնել, սակայն զույգը չէր հանդարտվում։ Եվ միայն համերգից հետո Ժվանեցկին հաջողվեց պարզել, թե ինչումն էր բանը։ Ուշադրություն հարցը։ Ինչու էր այդ զույգն իրեն այդպես պահում ժամանակ։ Հարցը գիտեին հումորները, ով է միաժամանակ գիտեին կարող սուրդը կամ պրոստը պիրիվոչիկա։ Խուլ համերի համար Որաբար Ժվանեցկու հումորները կրկնվում էին, բարբերաբար կրկնում են բարբերաբարներով, կարող է գիտեին մեկը ռուս է եղել, մեկը չգիտեմ, ուրիշ ազգի է եղել, թարգմանել է։ Չէ, բայց ասում է, Ուրիշից վերջ։ Միաժամանակ խոսել է, այսինքն սինխրոն պիրիվոչիկ ուրիշ, բայց այդ ժեստերինը լավն էր։ բայց ժեստերը Ուրիշով է։ Էլխի պտի կարող եք բան խանգարել։ Կինոները որ բան են անում, կինոները որ սուրդո չէ, ինչ պիրիվոդ էր։ Սինխրոն կարող է, ձայնը ինչ էր կոչվում, ինչ ենք անում, սինխրոն ամենատրամաբանականն է։ Մի խորած դա ամենահեշտ տարբերակն է։ Так. Ռոպե պետք չի, չէ՞։ Ժամանակ Արցով տանք ռոպե։ դուք ունեք 2 րոպեի դեպ, ասեմ։ Կփորձեմ պատասխանեմ ես, մեր կարծիքով դա միաժամանակյա թարգմանիչներն են կամ սուրդո պիրիվոչիկ են եղել եւ միաժամանակյա թարգմանիչ, սուրդո չէ։ Թարգմանիչներն էլ է սինխրոն։ Սինխրոն թարգմանիչներ են եղել։ Մեկը սինխրոն թարգմանիչ է եղել, մյուսին թարգմանել է ստերեոտիպ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Ոսկանյան, հենց Ժվանեցկին ներկայացնում էր իր մենախոսությունը, տղամարդը եւ կինը սկսում էին խոսել եւ դադարեցնում էին շփումը Ժվանեցկիի հետ միաժամանակ։ Պատճառն այն էր, որ տղամարդը օտարերկրացի էր, ռուսերեն չէր հասկանում, իսկ նրան ուղեկցող կինը թարգմանում էր նրա համար։ 4-2։ Իդեպ եթե ձեզ չճշտեիք, այո, սուրդո թարգմանությունը չէր ընդունվի։ Դիկնայք և պարոնայք, դահլիճում ներկա է Յունիբանկի ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանը։ Բարի երեկո, Տիկին Գրիգորյան։ Բարև ձեզ։ Տիկին Գրիգորյան, ես կուզենամ լսել ձեր կարծիքը մեր այսօրվա գիտակների խաղի մասին, որովհետև այնուամենայնիվ սա մի թիմ է, որի կրթական ցենզի մասին, այո, կասկածներ չեն կարող լինել։ Չեն կարող լինել, դրա համար կուզենայի լսել ձեր կարծիքը։ Դե խաղի որակը կախված է նաև խաղի մասնակցող հարցերից։ Այսօրվա հարցերը շատ հետաքրքիր եւ գեղեցիկ հարցեր են եւ թիմն էլ իմ կարծիքով շատ լավ է խաղում եւ փայլուն արդյունքներ է ցույց տալիս։ Հույսով եմ ես համենայն դեպս իրանց հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան։ Տիկնայք և պարոնայք, մեր դահլիճում ներկա է նաև Բոյդեն ընկերության գործընկեր, հայաստանյան գրասենյակի ղեկավար Սևադա Բաղձյանը։ Բարի երեկո, պարոն Բաղձյան։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Պարոն Բաղձյան, Բոյդեն ընկերությունը բարձր օղակի ղեկավարների որոնմամբ և խորհրդատվությամբ զբաղվող միջազգային ընկերություն է։ Ասում են Հայաստանում լավ մասնագետներ չկան։ Ինչ կասեք, այսօր կա բավարար քանակի փորձառու ղեկավարներ Հայաստանում եւ ինչ եք անում, եթե չեք գտնում ձեր փնտրած ղեկավարին։ Պարոն հաղորդավար, իրականում ամբողջ աշխարհում կա լավ ղեկավարների պակաս, բայց կարող եմ ասել, որ Հայաստանում սուր վիճակ չի եւ ունենք բավարար քանակի ղեկավարներ, պարզապես պետք է նրանց գտնել։ Եվ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Հայաստանի ղեկավարների փորձառությունը համապատասխանում է մեր բիզնեսների մասշտաբին, սակայն եթե լինում են դեպքեր, երբ մեր գործընկեր բիզնեսները մեզանից խնդրում են այլ փորձառության մասնագետ, որը Հայաստանում չկա, մենք այդ մասով ունենք ծառայություն եւ օրինակ անցած տարի մենք 7 մասնագետներ դրսից ենք հրավիրել Հայաստան եւ մեր ընկերության միջոցով 7 բարձր օղակի ղեկավար տեղափոխվել է Հայաստան աշխատանքի։ Իսկ նման մասնագետների համար աշխատավարձային միջակայքը շատ բարձր չէ։
հայկական բիզնեսները կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ։ Պարոն հաղորդավար, եթե նայենք բացարձակ թվով, ապա կլինի բարձր, բայց եթե նայենք տված օգուտով եւ օգտակար գործողության գործակցով, միանշանակ կարող եմ ասել, որ նման ծախսերը արդարացված են։ Եթե բիզնեսը պատրաստ է ընդունել նման ղեկավարի, ապա ծախսերը արդարացված են։ Շնորհակալություն, պարոն Բաղդյան։ Շարունակում ենք խաղը, 7-րդ խաղափուլ։ Պարոն Ոսկանյան, մի շարք հետաքրքիր նախագծերի հեղինակ եք։ Գիտեմ, որ ստեղծել եք ծրագիր լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Նաև փորձում եք համացանցը դարձնել ավելի անվտանգ երեխաների համար։ Սրա համար ես անձամբ շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Ոսկանյան։ Բայց խնդրում եմ պատմեք մի փոքր ձեր այդ նախագծերի մասին։ Իրականում դա իմ նախագիծը չի, մեր ընդհանուր ընկերների նախագիծն է, Ալեքսանդրը նույնպես միացել է այդ նախագծին եւ մեր ակումբի եւս անդամներ։ Նպատակը վենչուրային ներդրումներ սոցիալական ազդեցությամբ տեխնոլոգիական լուծումների մեջ, որից մեկը սուրդո պիրիվոդներ, դրա համար ոնց որ տպավորված է ձեր մեջ, հասկացա։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Մարմարե արծվի մրցանակակիր Հովանես Սմոյանը, նկարիչ Գյումրիից։ 2020 թվականին Նյու Յորքում տեղադրվեց Լուչանո Գարբատի կերտած 2 մետրանոց քանդակը, նվիրված մի նշանավոր դիցաբանական կերպարի։ Ըստ որոշ սրամիտների, այդպիսով ճանաչված կերպարը հայտնվեց իր իսկ ծուղակում։ Ուշադրություն հարցը, իսկ ում էր պատկերել նշանավոր քանդակագործը, ժամանակ։ Իտալացի ապրիտոն, դիցաբանական հրը կերպարներ ասեք, ով կա դիցաբանական կերպար։ Ինչ որ սյուտ բան կարար լիներ։ Սանթվին կովիդ է, պոստկովիդյանը, ոչ մեկ է չէ շփվե, ինչ ա, մասկով դիցաբանական կերպար չի եղել։ Այսինքն եթե դիցաբանություն է, ինքն իր ծուղակում, то есть ինքը ծուղակը ցողին դիցաբանական կերպար։ Բանը գետը ծովերի մեջով է, որ Նեպտունը։ բայց ինչի պետք է ինքում իր ծուղակում։ Ոյը ինչի համար են ասում։ Դե մեծ է, Նեպտուն իր բանը պետք է ինքը իր ծուղակում որն է, ինչի 2 մետրանոց։ Ժորդ 20 թվականի լոկդաուն ա եղել, ոչ մի բան չեն տեսել։ Ջրի մեջ է դրել, այս ջրի մեջ դրել։ Ժամանակ, պարոն Ոսկանյան, ժամանակ, լռություն, ով է պատասխանում։ Պատասխանի Ալեքսանդրը Շաղիկյան։ Լսում ենք ձեզ, պարոն Շաղիկյան։ Իմ տարբերակը դա չէր, բայց շնորհակալություն այդ պատասխանությունից փոխանցելու համար, սիրելի։ Դիցաբանությունից գիտելիքները։ Լռություն, պատասխանում է միայն պարոն Շաղիկյանը։ Շատ երևի լավ պատասխան չունենք, բայց փորձեմ ամփոփել թիմի քննարկումը։ Մենք կարծում ենք, որ դա դիցաբանական կերպար Նեպտունն էր, գտնվում էր շրջապատված ջրով եւ ենթադրաբար ծուղակը այդ իր ջրով շրջապատված լինելն էր արձանի։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Շաղիկյան, կարծում եք, որ Նեպտունի համար, հա ծովերի արքայի համար ջրով շրջապատվելը ծուղակ է։ Չէ, կարծում եմ, որ վատագույնների մեջից վատ ընտրեցինք։ Վարսերի փոխարեն օծերով պատված այդ կերպարը հայտնի էր հայացքով ամեն բան քարի վերածելու ունակությամբ։ Իսկ քանդակագործ Գարբատին ինքն է քանդակել նշանավոր դիցաբանական կերպարին, կարելի է ասել, որ Մեդուզա Գորգոնան հայտնվել է իր իսկ ծուղակում, քարացել է։ 4-3 Հովանես Սմոյանը բերում է 3-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Շարունակում ենք խաղը 8-րդ խաղափուլ։ Պարոն Շաղիկյան, այո, պարոն հաղորդավար։ Դուք ձեզ անվանում եք բիզնեսի բժիշկ։ Իսկ ինչ գործիքներ եք կիրառում բիզնեսի առողջացման համար։ Պարոն հաղորդավար, երբեմն դա այնքան դրամատիկ է, ինչպես որ օրինակ
Խիրուրգը համապատասխան դանակներ եւ քնեցնող եւ քնելուց հետո արթնացնող նյութեր ու գործիքակազմ օգտագործում իրավիճակից կախված։ Հիմա դուք քնեցնում եք, թե ամեն ինչ էլ անում եմ ըստ։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Մայրանուշ Համբարձումյանը, մանկավարժ Երևանից։ Հարգելի գիտակներ, լսեք մի առած։ Թագավորություններից մեկում նետաձիգի հռչակն այնքան է մեծանում, որ անձամբ ինքը թագավորը որոշում է այցելել նրան ականատես լինելու նրա բացառիկ վարպետությանը։ Հասնելով այն գյուղը, որտեղ ապրում էր երիտասարդը, թագավորը տեսնում է փայտե ցանկապատեր, որոնց վրա կավիճով գծված օղակների ճիշտ կենտրոնները խոցված էին նախանձելի ճշգրտությամբ։ Ինչպես է քեզ դա հաջողվում, որն է քո գաղտնիքը, երիտասարդին հարցնում է թագավորը։ Ուշադրություն, հարցը։ Ինչ է պատասխանում հնարամիտ նետաձիգը արքային։ Ժամանակ։ Կրակում է այդ կլորը նկարում, այդքան։ Հա, լավն է, լավն է։ Կրակում հետո է նկարում։ Լավ, ուրիշ վերսիա, այդ ֆուլ վերսիա։ Շատ է եղել, ինչ կարալ, ամեն տեղ եղել է, բացի է, ասենք այնքան մոտիկից է կրակում, չգիտեմ։ Հնարամիտ, Խնձորի հետ կապ չունի։ հնարամիտ Թագավորի նկարն է դեմը, там չի ում։ Հա, բայց այդտեղ ինքը իրան բան անում, հայրը ասես դիսկվալիֆայ արեց, չէ՞, թագավորը կարասի խաբում ես։ Ուրիշ եթե չի խփում, եթե իսկականից խփում է, Իսկականից չի կարող խփել։ ու բան է, դար բան է, չէ՞, զաբոր ալնում։ Զաբոր, նետաձիգ, ու մեջտեղ կարող է մեջտեղ, այդպես հետո է գծում։ Բայց փայտից Դարպասը հետո գծում է։ Կամ Փայտի ցանկապատ է, սովորական գյուղում ցանկապատ կարճ մի մետրանոց ցանկապատ անցունեն կամ հենց մեջտեղն է։ Հա, բայց ոչ մեկ չի տեսել խփելու զորասի, մեկը չի գնու գիշերն է խփել։ դիսկային է, Բայց ուրիշ չունենք, քարտերը բացել է, այլ ուրիշ տալ, մի րոպե Կամ պատկի ասել, որ ճշնամուն է կրակում այդպես։ Պարոն Ոսկանյան, ժամանակ, դուք վերցնում եք ձեր Այո, դուք վերցնում եք լրացուցիչ րոպե, ես կարդամ հարցը գրքի։ Ես խնդրում եմ, այո, շատ լավ կլինի, որ կարդաք։ Թագավորություններից մեկում նետաձիգի հռչակն այնքան է մեծանում, որ անձամբ ինքը թագավորը որոշում է այցելել նրան ականատես լինելու նրա բացառիկ վարպետությանը։ Հասնելով այն գյուղը, որտեղ ապրում էր երիտասարդը, թագավորը տեսնում է փայտե ցանկապատեր, որոնց վրա կավիճով գծված օղակների ճիշտ կենտրոնները խոցված էին նախանձելի ճշգրտությամբ։ Ինչպես է քեզ դա հաջողվում, որն է քո գաղտնիքը, երիտասարդին հարցնում է թագավորը։ Ինչ է պատասխանում թագավորին հնարամիտ նետաձիգը։ Երկրորդ րոպե։ Հայկի ասածը լավագույնն է, ուրիշ։ Գծում եմ հետո, հա, ոնց է։ Հայկին դուր ասել հետո եմ գծում։ Հայկին դուր կասի, բայց ուրիշ, լավ րոպե ենք վերցրել, ուրիշ։ Դե ասում ճշնամուն մեկը, Ուրիշ ինչ կարար անել։ Հատուկ, չգիտեմ, նետ աղեղը, ինչ կարար անել։ Հա, հետո մի, բայց ինչ է, պարապայեղ, այստեղ ինչքան բան է, Շատ ցանկապատեր են, ցանկապատեր, ոչ մեկ չի տեսել ոնց է կրակ, որտեղ վիճակի անկում չես կարող ձեր կրակես է։ Հնարամիտ է եղել դրա համար Լավ, այդ վերսիան հասկացանք, Հայկին տվեք, բայց ոչ մի չի տեսել կրակելու, շնորհակալ։ Չի Դե փաստորեն չի Գյուղը երամուր գյուղ է։ Այն 5 պիարշիկը ակնհայտ է տա լավ Հա, պատասխան։ գիշերը կրակելը առօրյա եկեք տեսեք ոնց են կրակել, Այո, հնարամիտ է եղել։ Պիանշիկը վիդիտի զանիկա։ Հայկին տվեք, գիտի ինչ ասում, ակնհայտ է։ Հաստատ։ Միանշանակ այդ պատասխանը։ Դուք դեռ ունեիք 10 վայրկյան, պարոն Ոսկանյան։ մտածում ենք։ Լուծ մտածում։ Այս դերությունը մտածելու նշան։ Իդեպ եւս 1 րոպե էլ ունեք։ Մենք նույն կլորի շուրջ ենք ֆռում, այս երկու բանը։ Ով է պատասխանում։ Դա կպատասխանի ուրիշ տարբերակ չունենք Հայկը։ Լսում ենք ձեզ, պարոն Կարապետյան։ Պարոն հաղորդար, մեզ թվում է, որ ճիշտ պատասխանն է, որ այդ կավիճով նկարված շրջանագիծը արվում էր կրակելուց հետո։ Դրա համար բոլոր տեղերում շատ ճիշտ կենտրոնում էր գտնվում աղեղը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ինչպես է քեզ դա հաջողվում, որն է քո գաղտնիքը, երիտասարդին հարցնում է թագավորը։ Ոչ մի գաղտնիք չկա, թագավորն ապրած կենա։ Պարզապես ես նախ խոցում եմ ցանկապատը, ապա շուրջը օղակն եմ գծում։ 5-3։ Ես կարող եմ հարց
Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր խաղին ներկա է Աթենք ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարդյանը։ Բարի երեկո, Տիկին Ղարդյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Ղարդյան, Աթենք ընկերությունն արդեն մի քանի տարի է մասնակցում է Երևանում անցկացվող ամենամասշտաբային փառատոններին։ Ինչ ձևաչափով են մարդիկ տեսնում ձեզ։ Այո, պարոն հաղորդավար, ճիշտ եք, մենք արդեն մի քանի տարի շարունակ մասնակցում ենք Երևանում կայացվող ամենամասշտաբային միջոցառումներին, փառատոններին, հատկապես ամառային միջոցառումներին, որոնք կարող ենք ասել, որ երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն ունեն։ Մենք ներկայանում ենք հետաքրքիր եւ յուրահատուկ ձևաչափով, ունենք խոհանոց տաղավար, որը միանգամից գրավում է այցելուների ուշադրությունը, որովհետեւ օրինակ կարելի է ժամանց վայելել նաև տաղավարի երկրորդ բացօթյա հարկում։ Բացի մեր արտադրանքը ներկայացնելուց, մենք ստեղծում ենք մի այնպիսի յուրահատուկ մթնոլորտ, որ մեր այցելուները օրինակ գալիս են մեզ մոտ եւ ժամերով մնում, շփվում թիմի անդամների հետ, լուսանկարվում եւ սոցցանցերում կիսվում իրենց տպավորություններով։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ հենց երիտասարդներն են, այսպես ասած, գնահատում մեր ներկայությունը եւ մենք բացի մեր արտադրանքը ներկայացնելուց կարողացել ենք նաեւ համախմբել մեզ աջակցող մարդկանց, մեզ սիրող մարդկանց եւ այդպիսով ունենալ, այսպես ասած, հզոր համայնք եւ առիթից օգտվելով նաեւ ուզում եմ շեշտել, որ այս տարի ամռանը եւս կարող են միանալ մեզ հաճելի եւ լավ ժամանակ անցկացնելու համար։ Շնորհակալություն Տիկին Ղարդյան, իսկ մնում է ավելացնել միայն, որ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, խաղի գիտաինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր արագ եւ շահավետ գործընկերն է Ozon Marketplace-ը, մեր միջազգային գործընկերն է Boyden ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը եւ վերջապես մեր լուսավոր եւ ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը Գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալիա Սարջանյանը։ Բարի երեկո, Տիկին Սարջանյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Սարջանյան, Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրման մասին շատ ենք խոսել։ Արդյոք Հայաստանի էլեկտրական ցանցերի բոլոր բաժանորդներն այսօր ունեն սմարթ հաշվիչներից օգտվելու, այսինքն էլեկտրաէներգիայի ծախսը հավելվածի միջոցով ստուգելու հնարավորություն։ Շնորհակալություն հարցի համար, այսօրվա դրությամբ ունենք 700,000 սմարթ հաշվիչ եւ դրանից 650,000 բաժանորդ արդեն կարող է օգտվել համակարգից, այսինքն տեսնել ծախսը կես ժամվա կտրվածքով, ինչպես նաեւ օգտվել մի շարք այլ հնարավորություններից, համակարգին միանալու համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային հայտ, ASCO շնիկ ENA.am կամ Office շնիկ ENA.am էլեկտրոնային հասցեին, գցելով անձահաստատող փաստաթուղթ, որից հետո կստանաք համապատասխան մուտքանուն եւ գաղտնաբառ համակարգից օգտվելու համար։ Շնորհակալություն Տիկին Սարջանյան։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը նվիրում է հնգորյա ուղեգիր դեպի Դիլիջան 2 անձի համար։ Շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Պարոն Կարապետյան։ Այո։ Օքսֆորդում ուսումնասիրել եք արհեստական բանականությունը բիզնեսում։ Այո։ Իսկ ինչ եք կարծում, կգա այն օրը, երբ օրինակ դուք կկարողանաք ձեր բիզնեսն ամբողջությամբ վստահել արհեստական բանականությանը։ Գտնում եմ, որ ոչ, մարդը միշտ այդ լուփում լինելու է, ցիկլում լինելու է։ Ուղղակի հեշտացնելու է մեր գործառույթները օգնի որպես co-pilot։ Դե արդեն շատ բան հեշտացրել է։ Իսկ ինչու ոչ, որոնք են այդ պատճառները։ Ինձ թվում է, որ վերջում կա ինչ-որ լիմիտ, պլատո է լինելու, դրանից ավել չի գնալու։ Հասկանալի է։ Ձեր դեմ խաղում է Սոֆիա Ղարիբյանը։ Ֆինանսիստ Երևանից։ Ուշադրություն էկրանին։ Այս պատկերները ցուցադրված են իր տեսակի մեջ աշխարհում գոյություն ունեցող միակ թանգարանում, որը գտնվում է Հայաստանում, Թումանյան քաղաքում։ Ուշադրություն հարցը. ինչին է նվիրված այս
թանգարանը։ Ժամանակ։ Բան Aeroflot-ն է, լոթն է, տարբեր բանի ավիակամպանիաների իսկ այդ ինչ է։ Կա կամ ուրիշ, դա այդ ուտելիքների մեջ չեն դնում, չէ՞ սրանից։ Ուրիշ ինչ կա, որ սաղին կարող է ձեռնո բանալ, սալֆետկի բաներն է, որ բացում են։ Չափսին նայեք մի հատ։ Սալֆետկա կարալ։ Մանյանում ինչ թանգարան կա։ Միկոյանները չես բանում, լորում ասում, Միկոյաններն Միկոյան Արտեմ բան։ Հա, բայց ինչ է, սալֆետկա է, ինչ է, որ ամենը ժամանակը պանիկ տվել են կամ ինչ է, սպիչկա դրվում է։ Ձեռնոցը չի, հարցը ինչ է, հարցը ինչ է։ Ինչի մասին է թանգարանի Միկոյանի ավիացիայի թանգարանը ճիշտ ասում։ Բացօթյա տենց թանգարան։ Միկոյանների թանգարանը, համավիացիական թանգարանն է, թե ինչ է սրանք։ Ավիացիայի մասին է, Թանգարանի մասին բացի ավիացիայից ինչ է, մեկ էլ ժող Գերմանիանը, ընդ Ռուսաստանն, Հունաստան, Այս մեկ ինչ է ակի, սա երեխեք, այս աչքով Ժամանակ։ մի րոպե վերցրու։ Ես հասկանում եմ, դուք բավականին ակտիվ եք, այդ շատ լավ է, որ այդ ակտիվ եք քննարկում, բայց այնուամենայնիվ ժամանակը լրացել է, պարոն Ոսկանյան։ Ով է պատասխանում։ Ուզում ենք եւս մի րոպե վերցնենք։ Դուք այդ իրավունքը ունեք, ես հիմա կկարդամ հարցը եւ կտրամադրեմ ձեր րոպեն։ Այս պատկերները ցուցադրված են իր տեսակի մեջ աշխարհում գոյություն ունեցող միակ թանգարանում, որը գտնվում է Հայաստանում, Թումանյան քաղաքում։ Ինչին է նվիրված այս թանգարանը։ Լրացուցիչ րոպե։ Հեքիաթները, որ ուղություններով է գնացել այդ ավիաընկերությունը, որտեղ ամենտեղ գնում է մի երկիր, տարբեր քաղաքներ, որ ընկերությունը ուրա թռել։ Այդ իր ռեյսի ուղությունն է երևի, իսկ Իրարից մարջ է հլում քաղաքը։ Սոֆիա, վերևը Aeroflot-ն է, Սոֆիա, Մոսկվա, Լոտ, ուրա թռել, էլի որ այս հարցն է, թե ինչ ունիկալ թանգարան կարող է։ Ինչի անձեռնոցիկների թանգարան, ինչ չգիտեմ։ անձեռնոցիկ չի։ Ձվերը ամերիկա։ միակն է։ Միակն է, որ Թումանյան որ ավիակամպանիան ուրա թռել։ գյուղը էլի քաղաքը։ Ավիացիայի ուրիշ Թումանյան ուրիշ տեղ է տան ժողովուրդ։ Ավիացիայի թանգարան շատ կլինի։ ուրիշ թանգարան երեխեք։ Ուրա գնացել։ Ինչի թանգարան։ Կարող է, բայց Մալկաների թանգարանն է, Մալկաների թանգարանն է, հաստատ հիշեց ես եղել եմ ստեղ շուտ։ Մալկաների թանգարան։ Ժամանակ։ Հասկացա։ Լրություն։ Ով է պատասխանում։ Հարցին կպատասխանի Գոհարը։ Լսում ենք ձեզ, Գոհար։ Պարոն հաղորդավար, մենք կարծում ենք, որ դա կարող է լինել մարկաների հայերենով դրոշմանիշների, նամականիշների թանգարան։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Կարապետյան, Այո, դուք առաջին ամբողջ րոպեն ինչ-որ բան էիք ասում։ այո։ Ինչ էիք ասում, կհիշեք։ Ասում եմ, որ ավիաընկերությունները Չէ, հենց ամենաառաջի ձեր տարբերակը, որը Մարկեկը զեր պանրիկների մասին է։ Ոչ, Անձեռնոցիկ սպիչկա։ Սպիչկա էիք ասում։ Այս պատկերները տպագրված են լուցկու տուփերի վրա, թանգարանը նվիրված է լուցկու տուփերի պիտակներին։ Աշխարհում իհարկե շատ մարդիկ ունեն լուցկու հավաքածուներ, նույնիսկ գոյություն ունի լուցկու թանգարան, սակայն լուցկու տուփերի պիտակների թանգարան կարելի է այցելել միայն Հայաստանում։ 5-4 Սոֆիա Ղարիբյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Շարունակում ենք խաղը 10-րդ խաղափուլ։ Գոհար։ Այո, պարոն հաղորդավար։ Ինչ եք կարծում, որքանով են մրցունակ, ես իհարկե նկատի ունեմ overqualify Օքսֆորդի շրջանավարտները Հայաստանի աշխատաշուկայում։ Կարծում եմ բավականին շատ լավ մասնագետներ կան, այսինքն չեմ համարում, որ հատկապես overqualified ենք։ Շուկան լավն է Հայաստանում իրականում, լավ մասնագետներ շատ են։ Լավ մասնագետներ շատ են, բայց չեմ գտնում։ Ձեր դեմ խաղում է Վլադ Մխիթարյանը, ծրագրավորող Գյումրիից։
հարցազրույցի ժամանակ գործարար բանկիր Օլեգ Տինկովին հարցնում են, թե որոնք են այն 3 գրքերը, որ պետք է կարդալ լավ ձեռնարկատեր դառնալու համար։ Նա պատասխանում է. Ֆիլիպ Կոտլեր, մարքեթինգի հիմունքները, Ռիչարդ Բրենսոն, վերցրու եւ Արադա, եւ մի գիրք, որը նա կարդացել է մանուկ հասակում։ Ուշադրություն հարցը։ Ասացեք, թե որ գրքի մասին է խոսքը, եթե այնտեղ պատմվում է առևտրային հարաբերությունների, հարստանալու, աշխատողին աշխատելու մոտիվացիա տալու մասին։ Ժամանակ։ Չէ, ռուսական է, ամերիկացի գրողա ժողովուրդ, այն որ փողով բան արես, տիպելա որ զաբորը ներկեմ, ինչ եք։ Չգիտեմ, լավ, դեռ հաստատ հայկականից ծիտիկին լավ որ դասբան։ Զաբորի հետ ինտերվյուներ, տենց բաներ էր տալի։ Ուրգնտ հետ ինտերվյու ժամանակ ասեք ռուսական լավ, թե ռուսական։ Ման ժամանակ Տինկովը 60 տարեկան ժողովուրդ հաստատ ամերիկացի է ասում, ով լավ։ Այդ գրողը ամերիկացի։ Կոտլերը, Իվարկան Կոտլերն է, Երսուն եւ Արա, մոտիվացիոն գիրք է ինքը։ Չէ, արվեստական գիրք է։ Հեքիաթ այդ եմ ասում, կալաբուկը չի, հարստանալը, ինչ հարստանալը։ Փողով ստիպելա մեկին զաբորը իր տեղը ներկել, ինչ որ ձև սցենարը մեջ։ Բանը Տոմ բանը ասա, Գեկել Բերիֆին ինչ էր անում, կռիսը տանում է տալիս են նկարում են զաբոր են ներկում։ Տոմ Սոյերը։ Չէ, այդ է ասում։ Չէ։ Բայց ինչ է ամերիկական կռիսը տալիս են կարող է մալինքի Պարոն Ոսկանյան, լսում ենք ձեզ։ Կարծում ենք խոսքը Տոմ Սոյերի մասին է։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը, թեև թիմը համաձայն չէր, հա, պարոն Ոսկանյան, ձեզ հետ։ Չէ, պրոստը մտածում ենք։ Համաձայն է։ Պարոն Կարապետյան, դուք 1 րոպե պատմում էիք, թե ոնց են, հա, ցանկապատը ներկում, հետո երբ պարոն Ոսկանյանն ասում է Տոմ Սոյեր, ասում եք չէ։ Բայց ես սիրում եմ մեր ծիտիկի հեքիաթը, որ տանում է տալիս է, հետո բարտերը անում է։ Բայց սա դրա մասին չէ։ Այդ ափսոս էլի, հայկական լներ։ Գիրքը, որտեղ խոսվում է առևտրային հարաբերությունների, հարստանալու, աշխատողին աշխատելու մոտիվացիա տալու մասին, Մարկ Տվենի հեղինակած Տոմ Սոյերի արկածները ստեղծագործությունն է։ 6-4 ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Մարիաննա Ամիրբեկյան, Հայկ Կարապետյան, Ալիսա Այվազյան, Ալեքսանդր Շաղիկյան, Գոհար Շախպարյան եւ թիմի ավագ Վահագն Ոսկանյան։ Պարոն Ռուբեն Հակոբյան։ Այո, պարոն հաղորդավար։ Ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Լավագույն գիտակ, մի քիչ բարդ հարց, ընդհանուր թիմային խաղը լավն էր, թիմը տենց թմային էր խաղը, բայց կարծում եմ ամեն դեպքում կապիտանի նաև դերը շատ մեծ է։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչում Վահագն Ոսկանյանը եւ ստանում է մանկագիր Աստրիդ Քամալյանի Բաբո գիրքը հեղինակի մակագրությամբ։ Ինչպես նաև գրքերի հավաքածու Օզոն Armenia Marketplace-ի կողմից։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Տիկին Գոհար Գրիգորյան։ Այո, պարոն հաղորդավար։ Եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին։ Հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Ռաֆի Չիվդբաշյան, Արարատ Լեռան մասին հարցով, Սերոժա Ափոյան, Մատրյոշկաների մասին հարցը, Հովանես Սմոյան, Մեդուզա Գորգոնայի մասին հարցը եւ Սոֆիա Ղարիբյան, Լուցկու տուփերի պիտակների թանգարանի մասին։ Գիտեք, շատ դժվար ընտրություն պետք է անեմ։ Ես հասկանում եմ, ձեզ իրոք լավ հարցեր էին։ Բոլորն էլ շատ լավ հարցեր են։ Միգուցե եկեք ընտրենք Մեդուզա Գորգոնայի հարցը։
Հովանես Սմոյանը Մեդուզա Գորգոնայի քանդակի մասին հարցով ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից, ինչպես նաեւ 100,000 դրամի նվերքարտ Իտալ Սոլար ընկերության կողմից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվերքարտով։ Տիկին Մարիամ Ղարդյան։ Այո, պարոն հաղորդավար։ Հիմա հիշեցնեմ այդ հարցերը։ Այո։ Լիլիթ Չախոյան Գորան Իվանյուշիվիչի կոտրած ռակետների մասին, Տիգրան Բաբայան կրծքի գրպանի թաշկինակի մասին, Մհեր Մինասյան օտարերկրացու եւ թարգմանչուհու մասին, Մայրանուշ Համբարձումյան հնարամիտ նետաձիգի մասին եւ Վլադ Մխիթարյան Թոմ Սոյերի արկածները գրքի մասին։ Պարոն հաղորդավար, երկրորդ հարցը, Տիգրան Բաբայանի հարցը։ Տիգրան Բաբայանը կրծքի գրպանի թաշկինակի մասին հարցով ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։